Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է պատմաբան քաղաքագետ Արմեն Այվազյանը։ Պարոն Այվազյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Այվազյան, խոսենք Իրանի վերջին զարգացումների մասին եւ փաստորեն հրադադարի որոշում է կայացվել երկկողմանի եւ Իրանը իր 10 կետանոց պահանջներն է ներկայացրել։ Հիմա հասկանանք այդ պահանջները, որոնք դրվելու են այսուհետ բանակցությունների սեղանին, սկսվելու է առաջիկայում բանակցությունները, ինչ է լինելու այդ կետերի հետ կապված, արդյոք այդ կետերը ամբողջովին կընդունվեն Միացյալ Նահանգների Իսրայելի կողմից, թե սա նշանակում է, որ դեռևս ժամանակավոր է այս հրադադարը եւ կողմերը իրենց նպատակներին լիովին չեն հասել եւ ինչ որ պահի կարող են նորից պատերազմ բռնկվել։ Այո, հրադադարը ընդամենը 2 շաբաթով է կնքված եւ սա չի նշանակում պատերազմի ավարտ։ Իրանը ներկայացրել է իր 10 կետերը, իր պահանջների փաթեթը, Միացյալ Նահանգները ներկայացրել է իր 15 կետը, պահանջները, որոնք Իրանը իրականում վաղուց էր Միացյալ Նահանգները դա ներկայացրել, Իրանը մերժել էր, սկզբունքորեն մերժել էր այդ կետերը, որովհետև այդ կետերը նշանակելու էին Իրանի կապիտուլացիա, բացի այդ կապիտուլացիա, Իրանը պետք է հրաժարվեր իր միջուկային ծրագրից, փաստորեն իր բալիստիկ հրթիռները արտադրելու եւ զարգացնելու ծրագրից, պետք է հրաժարվեր իր տարածաշրջանային դաշնակիցներին աջակցելու իր մտադրություններից եւ իրական աջակցությունից, փաստորեն Հորմուզի նեղուցը ամենակարևորը պետք է բացեր, այսպես ասած ազատ նավարկության համար եւ Իրանը բացահայտորեն այդ բոլորը մերժել է, ես հիմնականները նշեցի, այնտեղ մի քիչ ավելի շատ է, այսպես մանրամասնաց է, թե օրինակ միջուկային ծրագիրը ինչպես եւ այլ եւ այլ։ Սա մերժել էր Թրամփը իր պատասխանի մեջ փաստորեն ընդունում է, որ նա որպես հիմք է այսպես վերցրել Իրանի 10 կետանոց ծրագիրը։ Որպես բանակցությունների։ Այո, որտեղ պարզ է, որ բանակցելու են Իրանի, հիմնականում Իրանի այդ 10 կետերի շուրջը, իհարկե որոշ կետեր Միացյալ Նահանգների ծրագրից էլ կան։ Այստեղ մի բան շեշտեմ, որ շատ կարևոր է, եւ որ Իսրայելում սա առաջացրել է մեծ դժգոհություն, հիասթափություն, ինչպես ուզում եք անվանել, Նրանք աղետ են որակել անգամ։ Այո, այս բանակցություններին Իսրայելը չի մասնակցել։ Առհասարակ, այսինքն Միացյալ Նահանգները Իրանի հետ է բանակցել, այսպես որոշել է։ Իհարկե մի բան էլ ասեմ, ընդհանրապես մեզանում եւ աշխարհում ընդունված է Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին տարանջատել միշտ, որ սա իր նպատակներն ունի, նա իր նպատակներն ունի, սա որոշ առումով ճիշտ է, բայց ճիշտ է այնքանով, որ Միացյալ Նահանգները լինելով գերտերություն, ինքը կարող է Իսրայելի շահերը պարզապես մի կողմ նետել եւ անել այնպես, ինչպես իրեն է հարմար, բայց ուրեմն պետք է հաշվի առնել, որ Իսրայելը թեև այսպես միշտ ինքն իրեն ցույց է տալիս իբրև ինքնուրույն խաղացող, այնքան էլ այդպես չէ, Իսրայելը չի կարող ինքնուրույնաբար պատերազմ վարել Իրանի դեմ, դա բացառված է, որովհետև ամեն ինչում կախված է Միացյալ Նահանգներից եւ զենքի արտադրության հարցերում եւ այդ տարբեր տեսակի ուրեմն հակահրթիռային պաշտպանության հարցերում, հետախուզության հարցերում, օրինակ Իսրայելը ասում են ռմբակոծում է Իրանը, չէ՞, ո՞նց է ռմբակոծում, տարածությունը այնպիսին է, որ Իսրայելի ունեցած ռազմական օդանավերը, ինքնաթիռները չեն կարող թռնել մինչև Իրան, ռմբակոծել եւ հետ վերադառնալ։ Նրանք օգտվում են այն վառելիքատար այն ինքնաթիռներից, նավթատար ինքնաթիռներից, որ օդում վերալիցքավորում են Իսրայելի ինքնաթիռները, ինչպես նաև Միացյալ Նահանգների ինքնաթիռները, չհաշված ստրատեգիական ռմբակոծիչներին, B1, B2, B52-ներին, որոնք գալիս են Միացյալ Նահանգներից կամ Եվրոպայից։ Սրանք չհաշված մյուս բոլոր ինքնաթիռները հասնելու համար
Իրանի ափերի մոտ, իբար սահմանների մոտ, պետք է օդում վերալիցքավորվեն, թե չէ իրենց այդ գալու վառելիքը չի, իսկ ով է տրամադրում այդ վերալիցքավորող վառելիքատար ինքնաթիռները, հիմնականում Միացյալ Նահանգները, Իսրայելն էլ ունի մի քանի հատ ունի, բայց դրանցով չի կարող օրական այդքան թռիչքներ կատարել։ Միացյալ Նահանգները ունի դրանցից, ես մեկ օրինակ եմ ընդամենը վերում, չասելով, որ նույնիսկ Գազայում պատերազմ վարելու համար Միացյալ Նահանգներից էին գալիս այդ ռումբերը, հրթիռները, ամեն ինչը գալիս էր Միացյալ Նահանգներից, եւ եթե հանգարց կտրվեր այդ հոսքը, այդ աջակցությունը, նույնիսկ Գազայում չէր կարող իրականացնել այնինչ իրականացրել է, թեև չի հասել վերջնական հաղթանակի։ Նույնիսկ Գազայում, ուր մնաց, Գազան մի փոքրիկ տարածք է, գիտեք, մի 2 տասնյակ կիլոմետր երկարությունն է, մի քիչ այս կողմ լայնությունն է, այդ փոքրիկ տարածքում ճիշտ է հավասարեցրեց հողին շենքերը, բայց չի կարողանում վերահսկել այդ տարածքը, այնտեղ դարձյալ Համասն է, հիմնականում Համասն է վերահսկում այդ տարածքը։ Ուր մնաց Իրանի դեմ Իսրայելը կարողանար ինչ-որ հարցեր լուծել ինքնուրույնաբար։ Միակ հարցը, որ կարող էր միակ զենքով, որ կարող էր հաղթել Իրանին, միջուկային զենքն է, բայց միջուկային զենք կիրառելը Իրանի դեմ հղի է հենց Իսրայելի համար մահացու վտանգներով, որովհետև իրեն էլ կարող են այդ դեպքում միջուկային զենքով հարվածել, այդ դեպքում Իրանին պետք է խփես 50 միջուկային ռումբով խփես, որ ինչ-որ մի արդյունքի հասնես, այդ առելի տարածքը 1,600,000 քառակուսի կիլոմետր նկատի ունենալով եւ բազմաթիվ քաղաքներն ու գյուղերը նկատի ունենալով, իսկ Իսրայելին 1-2 ռումբն էլ է բավարար, որպեսզի այնտեղ բնակչություն չմնա, կամ հեռանան, կամ զոհվեն, այնպես որ նույնիսկ եթե ոչ ատոմային զենքով հարված Իսրայելին, այլ եթե Իրանը որոշեր հարվածել միայն հրթիռներով իր ատոմակայանին դիմոնայում, ատոմային ուրեմն օբյեկտներին, այնտեղ նաև բազաներին ատոմային զենքերի, դա էլ կարող էր բերել Իսրայելի վերջ։ Կարող էր Իսրայելի վերջը բերել ուրեմն քիմիական արդյունաբերության, աղազրկող գործարանների, էլեկտրակայանների դեմ հարվածները, այնպես որ ատոմային զենքով հարվածել Իրանին, դա չի նշանակում հարցը լուծեց Իսրայելը։ Հարց չի լուծում, աշխարհը փոխվել է, շատ է փոխվել։ Դա կարող են 70-ական թվականներին մտածել նման քայլերի մասին Իսրայելի ղեկավարները, ինչպես ժամանակին մտածում էին, բայց այսօր դա հնարավոր չէ։ Այն ժամանակ էլ չկարողացան իդեպ 73 թվականի պատերազմը նկատի ունեմ, այն ժամանակ էլ մտքներում կար, որ գուցե դիմենք ատոմային զենքի, բայց չխորանամ այնտեղ այլ պատճառներ էին, Խորհրդային Միությունը եւ Միացյալ Նահանգները երկուսով էլ թույլ չտվեցին, որ նմանատիպ զարգացումներ լինեն։ Իսկ վերադառնալով այս ուրեմն Այսինքն դժգոհ է Իսրայելը, Միացյալ Նահանգներ, Իրան այս հրադադարից, բայց այլ տարբերակ չունի, պետք է դժգոհ է, բայց պետք է իրենից դժգոհ լինի, որ իրենք սխալ էին հաշվարկել, այդպես իրենց շատ խելոքի տեղ էին դրել, իրանց հետախուզությունը առհասարակ լավ է աշխատում, բայց օպերատիվ հարցերում է լավ աշխատում։ Փաստորեն ստացվում է, որ ստրատեգիական վերլուծության հարցերում շատ բադ է աշխատում։ Միացյալ Նահանգները ճիշտ է հաշվարկել։ Նույնիսկ Միացյալ Նահանգների հետախուզությունը, գուցե հետախուզությունը ավելի ճշգրիտ տեղեկություններ էր տալիս Թրամփին, բայց Թրամփը լսեց այս անգամ ասում են այդպես Միացյալ Նահանգներում ավելի շատ լսել է իսրայելյան հետախուզության ուրեմն կարծիքին, քան իր սեփական հետախուզության կարծիքին։ Այսօր օրինակ New York Times-ը մի հոդված էր հրապարակել, թե ինչպես է տեղի ունեցել այդ քննարկումը վերջին, թե նախավերջին օրը Թրամփի մոտ, որ միայն փոխնախագահ Վենսն է դեմ եղել, մնացածը չեն համարձակվել նույնիսկ իրենց կարծիքը հայտնել, այլ որպեսի Թրամփին չնյարդայնացնեն, այսպես ասած։ Վենսն հենց գլխավորելու է պատվիրակություն, այդ արխիվ է դա, որ հենց Վենսն էր դեմ Իրանի դեմ հարձակմանը, դեր ասած այդ նույն տեղեկությունների հիման վրա, եւ հիմա Վենսը նաեւ պատվիրակություն է։ Տեսնենք, ես չեմ հանդիպել, որ հենց ինքն է դեռ ուղղակի բանակցություններ են լինելու, թե չեն լինելու, դեռ պարզ չի այդ բաները։ Գուցե առայժմ ուղղակի բանակցությունները չլինեն։ Տեսնենք, գուցե Վենսն է, գուցե Վենս չէ, բայց ինչ է ուզում ասել, որ այնտեղ այդպիսի տեղեկություններ կան անդադ հայտնվում են, հետո մի մասը կգա կասի, չէ, այսպես չէ, այնպես եղել, դրանք չի կարևորը։ Կարևորը մենք պետք է նայենք օրինակ այս
քանի օր էր անցել փետրվարի 28-ից մինչև այսօր 38 թե 39 օր է, չէ՞։ Կներեք, հենց այդ առումով, պարոն Այվազյան, տեսեք, վերջի ժամերին բավական սրված էր, լարված էր ու ամեն վայրկյան սպասում էին, որ Թրամփը կհրահանգի հարվածել Իրանի էլեկտրակայաններին, ենթակառուցվածքներին։ Ու միանգամից կտրուկ իրավիճակը փոխվեց։ Ինչու՞։ Այս կարելի է հասկանալ, ձեր ասած այդ, երբ որ մենք տեսնում ենք այս տևական պատերազմը ամիս ու կես, ինչու վերջին պահին Թրամփը չգնաց այդ քայլին։ Բազմաթիվ պատճառներ կան, այդ քայլն ասելով էլ նկատի ունեք էլեկտրակայանները, կամուրջները, բայց բացի դրանից նրա այդ խոսույթում, այդ բառերում, որ նա օգտագործում էր, մի ամբողջ քաղաքակրթություն վերանալու է, այս գիշերը վերանալու հավանաբար հնարավոր չի լինի խուսափել դրանից եւ այլն, եւ այս բաները դա ցեղասպանության սպառնալիք էր, բացահայտ, որի համար իդեպ շատ խիստ քննադատության ենթարկվեց նաև Միացյալ Նահանգներում եւ անգամ իր ամենամոտ, այսպես ասած, այն բազայի վրա, որ ինքը հենվում է, այդ MAGA կոչված Make America Great Again, այսինքն Ամերիկան դարձյալ մեծ դարձնելու այդ աչակողմյան, ծայրահեղ աչակողմյան բազայի ներկայացուցիչները սկսեցին երեք ասել, որ սա խելագար է, պետք է սրան 20 այնտեղ իրենք ունեն մի հոդված սահմանադրության մեջ 25-րդ հոդվածն է, որով հենց նախագահի գործելու ժամանակ կարող են նրան զրկել նախագահությունից, բավական բարդ այսպես արարողություն չասեմ, այսպես գործընթաց է, 2/3-ի չափ սենատորներ, կոնգրեսմեններ են պետք եւ բարդ բան է, բայց սկսեցին այդպիսի բաներ խոսել եւ ճնշումը նույնիսկ Միացյալ Նահանգներում էր շատ մեծ, ել չասեմ նաեւ աշխարհում էր մեծ, իր դաշնակիցները, Պարսից ծոցի արաբական միապետությունները բնականաբար դեմ էին դրան, քանի որ եթե այդպիսի մի հարված հասցներ Իրանին, խոսքը նույնիսկ մտածում էին, որ ինչպես կարող ես վերացնել մի երկիր, միջուկային զենք կարող է կիրառել, այդպիսի հարցումներ, կասկածներ էլ եղան եւ միանգամ այն տեղին կասկածներ էին դրանք, որովհետեւ վերացնել Իրանի էլեկտրակայանները բոլոր եւ բոլոր կամուրջները, դա գիտեք ինչ, դա պետք է կես տարի ռմբակոծես այդ երկիրը, որ կարողանաս գոնե դրանց կեսը վերացնես, Իրանը նաև հասկանալով, որ նման պատերազմ կարող է լինի, ցրել է իր էլեկտրակայանները ամբողջ երկրով մեկ, կա 400 էլեկտրակայան, մոտավորապես 400։ Այդ 400-ից իհարկե կարևորներ մի քանի մեծերը կան, հատկապես դրանց պետք է խփեր, հասկանալ է, բայց այն փոքրերն էլ են իրենց դերը կատարում։ Հետո որ էլեկտրակայանին խփում ես, միանգամից չի լինում, որ դու ամբողջ էլեկտրակայանը ոչնչացնես։ Վնասում ես, հետո կարող են վերանորոգել, նորից աշխատի։ Տեսեք Ռուսաստանը, Ուկրաինային քանի անգամ է էլեկտրակայաններին խփել, բայց դրանք դեռ շարունակում են աշխատել, այնպես չէ, այո, մի քանիսը շարքից դուրս են եկել, բայց ինչքան ժամանակ է, 1-2 տարի է խփում է, չէ, բայց Իրանը Ուկրաինայից մեծ է, դա էլեկտրակայանների հարց է, իսկ եթե վերցնեն կամուրջների հարցը, դա ավելի բարդ է վիճակը։ Լեռնային երկիր է, այն հարավային մասը ամբողջը լեռներ են, արևմտյան մասը ամբողջը լեռներ են, այսինքն այնտեղ չգիտեմ քանի կամուրջ կա, ոնց բոլոր կամուրջները պիտի ոչնչացնեն։ Ուրեմն չէր կարող այդպես ոչնչացնել, մեծ վնաս կարող էր հասցնել, մեծ կամուրջներին հարվածելով, մեծ էլեկտրակայաններին հարվածելով, բայց վախը կար, որ կարող է նույնիսկ ատոմային զենքի դիմել։ Եվ ուրեմն հետ կանգնել, իսկ եթե դիմեր, Իրանը խոստացել էր, որ հարվածելու է այդ Պարսից ծոցի պետություններին եւ Իսրայելին նաեւ ամենացավալի տեղերին, էլեկտրակայաններին, աղազրկման գործարաններին, իսկ այդ Պարսից ծոցի երկրներում, այսինքն ջուրը մաքրող գործարանների մասին եմ ասում, աղազրկման գործարան, երբ ասում եմ, այդ երկրներից մի քանիսը 90%-ով, 80%-ով, 70%-ով այդ ջուրն են ստանում, որ օգտագործեն։ Պատկերացնեք, եթե այդ գործարանները ոչնչացվեին, իսկ դրանք հեշտ է ոչնչացնել։ Դրանք այդքան շատ չեն նախ եւ մի քանի հարվածով կանգ է առնում։ Եթե ոչնչացնեին, ջրի պաշարները այդ միապետություններում կազմում են 1 շաբաթվա, կարող է պատահի ամենաշատը 2 շաբաթվա ջրի պաշար ունենային։ Այդ ժողովուրդներն ինչ էին անելու այնտեղ առանց ջրի։
այն դուրս էին գալու։ Ով ինչով կարողանալու էր այդտեղից փախնելու էր։ Մեկը ոդկով, մեկը մեքենայով, մյուսը, չգիտեմ, ուխտով, ինչով պատահի փախնելու էին այնտեղից։ Եվ ստեղծվելու էր մի ահռելի միջազգային ճգնաժամ, նաև տնտեսական ճգնաժամ, քանի որ երբ ասում են Հորմուզի նեղուցը բացենք, ինչու են ասում Հորմուզի նեղուցը բացենք, որպեսզի նավթը եւ գազը հոսեն, եւ նաև պարարտանյութերը, որ աշխարհի 1/3-ն է պարարտանյութերի արտադրության այդտեղից գալիս, կամ այն նյութերի, որոնց միջոցով պարարտանյութերն են ստեղծում, ազոտն է, ամիակն է եւ այլն։ Էլ իմաստ չէր ունենա Հորմուզի նեղուցը բաց է, փակ է, որովհետեւ ոչնչացվելու էին նավթարդյունաբերության եւ նավթամշակման բոլոր գործարանները, այդ ժողովուրդներն էին փախնելու, հետո այդ ժողովուրդների մի մասը այնտեղ որ ապրում է։ Այդ պետություններում բնակչությունը մեծավ մասամբ այդ պետությունների մեծ մասը, երկրորդ բնակչությունը միգրանտներ են, հատկապես Հնդկաստան, Պակիստան, Ֆիլիպիններ, Բանգլադեշ, այս պետություններից հատկապես այնտեղից, բայց նաև ուրիշ տեղերից։ Դրանք առաջին հերթին էին հեռանալու, աշխատուժ չէր լինելու, բայց տեղական բնակչությունն էլ էր հեռանալու։ Հասկանում եք, այնպես որ այս ամեն ինչի հետ է պահել իհարկե Թրամփին եւ նրա վարչակազմին դիմելու ահա այդպիսի ցեղասպանական հարվածի իրականացման։ Եվ հետո այստեղ ամենակարևորը ինչին հասավ Միացյալ Նահանգները այս 38-ը մոտ 40 ոնց որ դեռ չկա, ասենք, հա, մոտ 40 օրվա ընթացքում ինչին հասավ, ինչին կարողացավ հասնել սրանից հետո ինչ է լինելու։ Իր դրած նպատակները որոնք էին։ Օրինակ, իր դրած նպատակներից մեկն էր ոչնչացնել միջուկային ծրագիրը Իրանի։ Դա չի կարողացել ոչնչացնել, որովհետև միջուկային ծրագիրը գլխների մեջ է մարդկանց, արդեն կան մասնագետներ, ունեն այդ ամեն ինչը եւ կարող են նորից վերսկսել այդ ամեն ինչը։ Ոչնչացնել կամ խլել Իրանից հատուկ ջոկատայիններ ուղարկելով, թե չգիտեմ, այլ կերպով այն հարստացված ուրանի պաշարները մոտավորապես 400 կիլոգրամ հարստացված ուրանի պաշարի մասին է խոսքը, որով տարբեր գիտնականներ ասում են կարելի է ստեղծել 8-ից մինչև 11 ատոմային ռումբ, եթե ցանկությունը լինի, եթե նպատակը դնի Իրանը։ Դա անել, դա էլ չեն կարողացել անել։ Ոչնչացնել Իրանի բալիստիկ հրթիռների եւ ծրագիրը եւ այդ հրթիռների կայանքները, ինչպես իրենք էին ասում, պատերազմից մի քանի օր հետո պատերազմից Իսրայելն ասեց մնացել է 12 կայանք։ Ես ասացի, արդար չի կարելի, հետո զարմանալի է, գիտեք, պետական ամենաբարձր մակարդակով էին հնչում նման հայտարարություններ։ Դա նշանակում է, որ իրենց պետության վերևում շատ վատ է աշխատում արդեն տեղեկատվական պատերազմ էր պարզապես իմաստ չուներ, որովհետև պարզել որ այդպես չէ, ուրեմն հետախուզությունն է վատ աշխատում, վերլուծությունն է վատ աշխատում, այդ ղեկավարներն են հիմարացել, հասկանում եք, դա էլ կար, որովհետև չլինելով մասնագետ շատերը, այդ թվում ես ասում ենք, սա ինչ է, հենց այդ նորը ես ասացի, սա ինչ հիմար հայտարարություն, ինչ չի նշանակում 12 կայանք, եթե այդ կայանքների մեծ մասը գետնի տակ է, այնտեղ հրթիռային բազաներ, հրթիռային քաղաքներ են ստեղծված, քաղաքները այսպես պայմանական անուն է դրա։ Դա էլ չստացվեց։ Դա էլ չստացվեց։ Դրա փոխարեն եկավ, ուրեմն հա, մյուս նպատակներ դրդել ժողովրդին, այն դժգոհ բնակչության հատվածին դրդել, որպեսզի դրանք ոտքի կանգնեն եւ ուրեմն տապալեն կառավարությունը, չգիտեմ ինչ անեն այնտեղ, նոր կառավարություն հիմնվի իրանց ուզած մարդուն ուղարկեն այնտեղ մի տեխնացուն այդ Ռեզա Փեհլևիներ, մի խեղկատակ կա այնտեղ, դրան ուղարկեն նախկին շահի տղայի մասին է խոսքը, որ կյանքում համարյա Իրանում չի ապրել, շատ քիչ մանկության տարիներին է, հաշիվ չի։ Սա չհաջողվեց։ Մյուս նպատակներ էթնիկ փոքրամասնություններին դրդել ապստամբության, որ բացահայտ կոչարեցին քրդերին, բա մենք զենք ենք տվել եւ հետո բարձրացեց, ասում է քրդերին զենք ենք տվել, որ ուղարկեն իրենց են պահել, չգիտեմ, սա այսպես է, այնպես է։ Ուրեմն դա էլ չեղավ, ոչ այդ թուրքախոս զանգված իրանցիների Թավրիզ, Արդեբիլ այս հյուսիսային շրջաններում ապստամբեց, ոչ քրդերը ապստամբեցին, ոչ
բելուջները ապստամբեցին, ոչ լորերը ապստամբեցին, ոչ արաբները ապստամբեցին։ Ընդհակառակը Իրանում այդ արտաքին ուժերի կողմից հարձակման այդ բերումով, այդ պատճառով կամ շնորհիվ դրա առաջացավ հայրենասիրական հզոր մի շարժում ասենք, թե ասենք ալիք ասենք, որը ավելի ամրացրեց հասարակության համախմբվածությունը, շատ ավելի ամրապնդեց։ Նրանք, ովքեր մտածում էին, թե Միացյալ Նահանգների մասին, լավ էին մտածում, որ Միացյալ Նահանգները հիմա գալու է մեզ փրկելու է այս ռեժիմից, չգիտեմ, իրենք այդ մի հատված կա այնտեղ որոշակի, նույնիսկ դրանք բնականաբար համոզվեցին, որ իրանց գլխին այդ ռումբեր գցողը, իրենց սպանողը ոնց կարող է այդպիսի դրական ցանկություններ ունենա, մանավանդ որ Թրամփը բառացիորեն ինքն էր ասում, որ ինձ պետք է Իրանի նավթը, ուզում են վերցնել Իրանի նավթը։ Չեմ ամես եմ ուզում, այ իսրայելցիներն ասում են պետք է ոչնչացնենք, սա ասում է պետք է բնաջնջենք, պետք է փաստորեն քրդերին որ կոչ արեցին, բոլորը հասկացան, որ սրանք ուզում են մասնատել երկիրը։ Մասնատենք, էս անենք, այն անենք, էս սա էլ չհաջողվեց, ընդհակառակը այդ բնագավառում Իրանը դուրս եկավ շատ ավելի հզորացած։ Եվ իհարկե Իրանը կրել է շատ մեծ նյութական կորուստներ, շատ ծանր կորուստներ է կրել եւ ցավալի մարդկային կորուստներ է կրել, հատկապես ղեկավարության։ Այդ մեկը հաջողվեց առաջնորդին։ Բայց նրանք կարողացել, նրանք պատրաստ էին դրան։ Գիտեին, որ այդպես կարող է լինել եւ այդ ահռելի զինված ուժերի քանակի մեջ, այդ զինվորականության սպայակույտը, որ տասնյակ հազարավոր մարդիկ են, նրանք կարող են հեշտությամբ փոխարինել այդ առաջնորդներին, իհարկե մի պահ ստեղծվում է խնդիր, բայց այդ խնդիրը շատ կարճ է, մանավանդ որ ցամաքային ներխուժում չկա։ Եթե դու քանի անգամ ես սա ասել եմ, եթե դու սպանում ես մի հրամանատարի կամ շտաբին ես խփում, այդ հրամանատարներին ես սպանում, կամ երկրի ղեկավարությանն ես վերացնում, եթե դու անմիջապես այդ 10 ժամվա, 5 ժամվա, 4 ժամվա ընթացքում չհարցակվեցիր ցամաքային ինչ-որ բան, քանի դեռ այնտեղ խոճապ է, քանի դեռ այնտեղ գուցե ոչ թե խոճապ է, այլ չեն կարողանում կապ հաստատել իրար հետ, այսպես դու արդեն ուշացար այդ վերացումները, այդ սպանությունները, դրանք էական ազդեցություն չեն ունենում պատերազմի ընթացքի վրա, հասկանում եք, այնինչ նրանք դա փորձում էին ներկայացնել հոգեբանորեն, ահա, սրան էլ սպանեցինք, նրան էլ սպան, հետո ինչ, փոխարինողը գալիս է եւ շատ հնարավոր է այդ փոխարինողը լինի ավելի տաղանդավոր, ինչպես շատ է լինում իդեպ բանակներում։ Կարող է այն փոխարինողը լինի շատ ավելի տաղանդավոր մարդ, հասկանում եք, ավելի երիտասարդ, ավելի ավյունով, ավելի էներգիան ավելի շատ։ Եթե ամփոփ ասենք, պարոն Այվազյան, այս փուլում Իրանը ինչպես դուրս եկավ պատերազմից, ինչ վիճակում է, արդյոք ինքը պատրաստ է, որովհետև արդեն կա հայտարարություն եւ երկկողմանի ընդունում են, որ փոխհատուցում լինելու է եւ Իրանը վերականգնելու է իր կորուստները։ Փոխհատուցում այդպես չկա, որ Միացյալ Նահանգները փոխհատուցելու են այդպես։ Չէ, պարզապես հայտարարություն եղավ, եւ իրենք ասում են, եթե մենք պետք է հաստատենք Հորմուզի նեղուցի վրա վերահսկողություն։ Եվ турք գանձենք բոլոր նավթատար նավերից։ Օմանի հետ միասին, քանի որ Հորմուզի նեղուցի հակառակ ափը դա Օմանն է։ Օմանի հետ է լավ հարաբերություններ ունի Իրանը։ Արդեն բանակցել են, ինչ որ հարցեր են իրար հետ կարգավորում, թե ինչպես պետք է այդ турքերը հավաքեն եւ այլն։ Սրա դեմ է իհարկե Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ այլն, բայց Իրանը կարծում եմ կպարտադրի, քանի որ այդ ռեպարացիաները, որ նրանցից պահանջում են, նրանք չեն տալու այդ ռեպարացիաները։ Սա էլ պետք է ասի, քանի որ դուք ինձ այսքան վնաս եք հասցրել, Իրանը պիտի ասի։ Ուրեմն ես պետք է ստանամ այս ամեն ինչը։ Այդ ինչպես է նեղուցի այս բանով Սուեցի նեղուցով անցնելիս турք վճարում են, իսկ այստեղ չեն վճարում։ Պանամայի նեղուցով անցնելիս վճարում են, այստեղ չեն վճարում։ Այնպես որ սա մի նոր հզոր զենք ընկավ Իրանի ձեռքը, որը ես կարծում եմ նա բաց չի թողնի իր ձեռքից, իսկ այդ եկամուտները, որ նա կստանա նեղուցի
այդ նավերից տուրք գանձելով ավելի շատ են լինելու, այդպեսի հաշվարկներ կան, $100 միլիարդ կամ ավել, քան գուցե հենց նավթի վաճառքը։ Հասկանում եք, սա մեկ, որ կարող է դրանով փոխհատուցել իր նյութական վնասները, այո։ Բայց պետք է մի բան հիշենք, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հազիվ թե համաձայնվեն Իրանի այս հզորացմանը, այս 10 կետերի կատարմանը, բնականաբար չեն համաձայնվելու, գուցե 1, 2, 3 կետին ինչ որ չափով, բայց ինչ են անելու այդ ժամանակ։ Այո, դա բերելու է էլի պատերազմի։ Այո, դա կարող է բերել պատերազմի, որտեղ Իրանի մտավախությունը միշտ այն է, որ նա չէր ուզում կնքել զինադադար, որ կարող են հիմա կանգ առնել, վերադասավորել իրենց ուժերը, լրացնել իրենց զենքերը, հատկապես հրթիռները եւ հակաօդային պաշտպանության ու հակահրթիռային պաշտպանության հրթիռները, որոնք սպառված են, գրեթե սպառված են, հատկապես Իսրայելում։ Եվ հիմա մենք տեսնում ենք, այս վերջին օրերին արդեն իրանական հրթիռները գալիս են, երբեմն ոչ մի հակահրթիռ էլ չի թռնում դիմավորելու նրան, կամ որ թռնում էլ չի կարողանում խոցել, որովհետև նաև արդեն սկսել են օգտագործել ըստ երևույթին ավելի հին տեսակի հակահրթիռներ, այնտեղ Patriot-ների հին տեսակ կա, Patriot 2, PAC 2, Patriot 3-ները կարծես թե սպառվել են արդեն, որովհետև դրանց արտադրությունը սահմանափակ է։ Հիմա Իրանի մտավախությունը դա է, որ սրանք կարող են ինչպես անցյալում գնան վերադասավորեն իրենց ուժերը, լիզեն իրենց վերքերը եւ նորից հարձակվեն։ Դրա համար նաև չեմ կարծում, թե Իրանը հետ կանգնի իր պահանջներից, եթե տեսնի չեն կատարում այդ պահանջները, ավելի լավ է իրեն շարունակվի պատերազմը, հասնի ինչ-որ մի կետի, որովհետև եթե այսպես գնաց, ոչ իսկ նա ինչ է պահանջում նաև պատժամիջոցների վերացում։ Բոլոր տեսակի պատժամիջոցներ, 1000 տեսակ պատժամիջոց կա Իրանի վրա, բոլոր կողմերից, եւ ամերիկյան, եւ միջազգային, եւ ՄԱԳԱՏ-ի այդ ատոմային միջազգային ընկերության, եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, հետո կան առաջնային, երկրորդական սահմանափակումներ, պատժամիջոցներ եւ դրանք ասում եմ բոլորը պիտի վերացնես։ Եթե չվերացնես, ինչ իմաստ ունի, ես հիմա մնամ դարձյալ այսպես մեկուսացված, դու գնաս ուժերդ վերադասավորես, հավաքես զենքերդ նորից կասելի հարձակվես ինձ վրա։ Այստեղ տեսեք Պակիստանը հայտարարեց, Պակիստանն էր միջնորդել այս զինադադարի համար, թեև այսօր տեղեկություններ հայտնվեցին, որ վիետնամային մասնակցություն է ունեցել Չինաստանը, որը Պակիստանի ամենամերձավոր դաշնակիցն է իդեպ։ Ուրեմն Պակիստանը երբ հայտարարեց, որ զինադադար է կնքվել, ասաց, որ զինադադարը կնքվել է նաև Լիբանանի, այո, Հեզբոլլահի վերաբերյալ, ներառել է Լիբանանը նաև։ Բայց Իսրայելի ղեկավարն ասաց չէ։ Նեթանյահուն հայտարարեց, ասաց, ոչ Լիբանանը մտցված չէ այդ զինադադարի մեջ։ Կետերի մեջ։ Այո, բայց հիմա փաստորեն Իրանին ասել են, թե մտցված է, իսկ Իրանը չի կարող թողնել Հեզբոլլահին մենակ, որովհետև Հեզբոլլահը իր համար չափազանց թանկարժեք անգին մի դաշնակից է, որը կարողանում է գետնի վրա արդեն ցամաքային կռիվներում մեծ կորուստներ պատճառել Իսրայելին։ Այս վերջին կռիվներում, այս վերջին շաբաթներում 100-ից ավել տանկ է խոցվել, տարբեր թվեր են ասում, տանկ, զինատեխնիկա, զրահամեքենաներ, կենթանի ուժ եւ այլն։ Դա Իրանը չի կարող ինքը անել, որովհետեւ չունի շփումը անմիջական իսրայելյան զորքերի հետ։ Հեզբոլլահը կարող է անել։ Հետո Հեզբոլլահը, որ մտավ պատերազմի մեջ, հայտարարեց, ասաց, ես մտնում եմ պատերազմի մեջ, սկզբից այդպես հայտարարեց, քանի որ սպանել են, այո, Ալի Խամենեին, Իրանի առաջնորդին, որը շիական աշխարհի առաջնորդներից ամենակարևորն է կամ ամենակարևորներից այն 1-2-ից երկրորդ մեկն է, մյուսն էլ Իրաքում Այաթոլլա Սիստանին է։ Ուրեմն այդ բանով մտավ։ Հիմա Իրանը չի կարող հենց այնպես թույլ տալ, որ նաև եւ պրագմատիկ հաշվարկներից ելնելով, որտեղ հիմա եթե ինքը դուրս եկավ պատերազմի միջից, Հեզբոլլահին ջարդեցին այնտեղ,
Հետո հարձակվեցին Իրանի վրա, իր համար դա բոլորովին ձեռնտու չի լինելու։ Այսինքն կիսեն ջարդեն բոլորին։ Բայց պետք է կարծել, որ գուցե թե այս առաջիկա 1 շաբաթվա, 2 շաբաթվա ընթացքում բանակցություններ ընթանան Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, այդ ընթացքում գուցե դեռ շարունակվի Լիբանանի դեմ Իսրայելի կռիվները եւ Իրանը անընդհատ պահանջելու է, որ դա դադարեցվի։ Այսինքն վերջում, եթե ոչ հենց սկզբում, Իրանը ասելու է կամ Հեզբոլլահը դադարեցնում է, կամ պատերազմը վերսկսվում է։ Եվ բացի Հեզբոլլահից Իրանը պահանջում է ամբողջական խաղաղություն, ոչ թե ժամանակավոր զինադադար, այլ ամբողջական խաղաղություն բոլոր ճակատներում։ Այդ բոլոր ճակատներն են եւ Իրանի դեմ հարձակումը, եւ Լիբանանի ու Հեզբոլլահի դեմ հարձակումը, եւ Եմենի դեմ հարձակումները կամ ուրեմն Եմենի մեկուսացումը, այս եւ Գազայում շարունակվող ցեղասպանությունը։ Այս բոլորը Իրանը ասում է, այս բոլորը պետք է դադարեցվի, որպեսզի խաղաղություն տիրի, թե չէ նույնիսկ եթե բոլորը դադարեցվի միայն Գազայում կամ Արևմտյան ափում Իսրայելը շարունակի իր այդ առաջխաղացումները, ցեղասպանական գործողությունները, հողի խլելը պաղեստինցիներից, նույնիսկ այդ դեպքում կռիվը նորից կարող է վերսկսվել։ Բոլոր ճակատներով դարձյալ, որտեղ կռվի աղբյուրներից մեկը հիմնական հենց Պաղեստինն է, պաղեստինյան խնդիրն է։ Այսինքն շատ բարդություններ կան, շատ մեծ խնդիրներ կան, այնպես որ սա անմիջապես խաղաղության ես չեմ կարծում, թե կվերածվի հեշտ ու հանգիստ։ Գուցե լինի զինադադար երկար ժամանակ կամ կարճ ժամանակ, գուցե ինչ-որ ավելի լուրջ խնդիրներ լինեն, այլ շատ բան կախված է Միացյալ Նահանգներում ներքին քաղաքական իրավիճակից եւ ինչպիսի զարգացումներ կլինեն Միացյալ Նահանգներում։ Արդյոք այնտեղ Թրամփին կարողանա սանձել, բայց այնպես չի, որ այն ուժերը, որ քննադատում են Թրամփին, օրինակ դեմոկրատական կուսակցությունը, նրանք դեմ են պատերազմին, այնպես չի, որ նրանք Իրանի ուրեմն ոչնչացմանը դեմ են, մասնատմանը դեմ են, հզորության ոչնչացմանը, այդպես չի։ Այսինքն այնտեղ լուրջ հարցեր կան։ Այնպես չի, որ Թրամփին գցեն, օրինակ նոյեմբերին տեղի են ունենալու այդ միջանկյալ ընտրությունները կոնգրես եւ կարող է հաղթեն դեմոկրատները, բայց որ դեմոկրատները հաղթեցին, արդյոք նրանք գալու են եւ համաձայնվեն Իրանի այս պահանջներին, եթե համարենք, որ մինչեւ օրինակ աշուն կլինի զինադադար, չգիտենք, կլինի, չլինի, անհայտ է։ Չգիտենք, որովհետեւ ասում եմ, դա մի գլոբալ հարց է Միացյալ Նահանգների համար։ Իրանը Եթե արդեն աշխարհաքաղաքական առումով նայենք այս ամբողջ Իրանը խո միակ խնդիրը չէ, այսօր ավելի լայն պետք է նայենք։ Իրանը մի մասն է այն խնդիրների, որի հետ գործ ունի Միացյալ Նահանգները, որպես մինչև վերջերս միակ գերտերություն, որը ցանկանում է պահպանել իր գերիշխանությունը աշխարհի վրա, տարբեր տեղերում են պատերազմները, դա եւ ուկրաինական պատերազմն է, որտեղ Միացյալ Նահանգները շարունակում է օգնել Ուկրաինային, այնպես չի, որ չի օգնում։ Դա եւ տեսեք Վենեսուելայի հարցն է, որ ժամանակավորապես կարծես թե խաղաղվել է եւ քաղաքական իշխանությունը համակերպվել է ամերիկյան պահանջներին, ես չեմ կարծում, թե դա մշտական երևույթ լինի, կլինի կես տարի, մի տարի, 2 տարի հետո այնտեղ անպայման բռնկվելու է էլ ինչ որ խնդիր։ Դա Մերձավոր Արևելքն է, Իրանն է, դա Թայվանի հարցն է վերջապես, որը գիտեք մեծագույն խնդիր է Թայվանի հարցը եւ Չինաստանը ես կարծում եմ պետք է շտապի Թայվանի վերամիավորման իր այդ խնդիրները լուծելու։ Հաշվի առնելով այս վիճակի Գիտեք ինչու, որովհետեւ այս նոր արդեն զուտ զինատեսակների առումով եթե նայենք, այս նոր զինատեսակները, այս դրոնները, ստոր ջրիա դրոնները, ուրեմն ԱԹՍ-ները, շատ արագ զարգացող զինտեխնիկա, այո, սրանք հնարավորություն կարող են ստեղծել Թայվանի համար
արդյունավետորեն պաշտպանվել չինական ներխուժումից, որտեղ Չինաստանը, ես սա ճիշտն ասած ոչ միտեղ դեռ չեմ հանդիպել, մտածում էի գրել, ժամանակ չկար։ Չինաստանը պատրաստվել է Թայվանի գրավմանը հին պատերազմի կանոններով, այո, պատրաստել է հարյուրավոր նավեր, դեսանտային, ուրեմն նավեր են, հրթիռներ, SN եւ այլն, բայց այս նոր զինատեսակները կարող են շատ արագ Թայվանին հնարավորություն տալ, թույլ չտալ այդ ներխուժումը։ Դեսանտային նավերը կարող են չհասնել ուղղակի եւ վերջ։ Հենց այդ դրոնների եւ ստորջերյա դրոնների միջոցով, այսինքն մինչեւ Թայվանը այդ կարողանա վերազինվել այդ զենքերով բավարար չափով, Իրանը պետք է Չինաստանը պետք է փորձի այդ հարցը լուծել։ Իսկ դա նշանակում է առաջիկա 1 տարին, 1.5-2 տարի։ Տեսնենք, այո, իսկ Թայվանը եթե Չինաստանը կարողացավ գրավել, թվում է թե մեզ ասենք հիմա նայում ենք, ասում ենք նրա ուժը Չինաստանի գուցե, չգիտեմ, թվում է փոքր տարածք է, գրավեց, լավ էլի, այդ մեծ Չինաստանը գրավեց, ինչ կլ։ Ուժը կարող է կրկնապատկվել Չինաստանի։ Ինչու՞։ Մի շարք խնդիրներ կան։ Մեկն այն է, որ Թայվանում արտադրվում է այդ չիպերը, որ արտադրվում են ամբողջ աշխարհում։ Թայվանը արտադրում է դրանց մեծ մասը։ Այդ չիպերի, որ գնում է ամբողջ աշխարհում։ Այդ մեկ, այնտեղ արտադրություն դրված է, այնպես չի, որ հեշտությամբ կարող են բոլորը սկսել արտադրությունը, Միացյալ Նահանգները չունի այդպիսի արտադրություն։ Իսկ Չինաստանն ունի այն հազվագյուտ մետաղների արտադրությունը։ Ուրեմն այս հազվագյուտ մետաղների արտադրությունը, որ դարձած Չինաստանն է 90%-ը արտադրում, այնտեղ էլ Թայվանն է չիպերի, հիմա չեմ կարող ասել ճշգրիտ որ տոկոսը, բայց 60%-ից ավելին, 70%-ը գուցե։ Ուրեմն այս երկուսը իրար են միանալու, այսօրվա տնտեսության մեջ մի ահռելի բան է։ Բայց բացի դրանից, թիվն է ավելանալու, ռազմական իր հզորությունն է ավելանալու, այն տարածքն է ավելանալու, որի վրա նա կարող է գերիշխել, բայց բացի դրանից մի փաստ էլ ասեմ, որ շատ կարևոր փաստ է, աշխարհի նավարկության 50%-ը անցնում է հենց այդ նեղուցով Թայվանի, Չինաստանի եւ Թայվանի միջև։ Իսկ եթե վերցնի Չինաստանը ու ասի այս նեղուցով անցնելուց էլ ինձ турք վճարեք կամ թե չէ, չգիտեմ, այսպես, այնպես, վերահսկողությունը իրենն է լինելու ամեն դեպքում։ Հասկանում եք ինչ խնդիրներ կարող է Չինաստանը լուծել։ Մենք կարող ենք երկար խոսել մի քիչ ես հեռացա Իրանից եկան Չինաստան, բայց կարևոր խնդիրներից եք խոսում։ Ըստ էության ամփոփելով հասկանանք, այս պահի դրությամբ շատ փխրուն է հրադադարը եւ հնարավոր է պատերազմ նորից վերսկսի։ Այո, միանգամայն հնարավոր է։ Այս պահի դրությամբ Հայաստանի համար այս հրադադարը եւ Իրանի պատերազմական այս գործընթացը ինչ ցույց տվեց։ Այստեղ Իրանը փաստորեն ցույց տվեց իր հզորությունը այս ամբողջ տարածաշրջանում, որ կարողացավ դիմադրել երկու միջազգային տերություններին եւ Միացյալ Նահանգների այդ ահռելի ուժին, կարողացավ դիմանալ եւ ցավոտ հարվածներ հասցնել, այնպես չէր, որ միայն դիմանում էր, այլ ցավոտ հակահարվածներ էր տալիս, որը Իսրայելին օրինակ այս ամբողջ 38 օրվա ընթացքում իսրայելցիները քնել զարթնել են ապաստարաններում, հասկանում եք, այդ ամբողջ երկիրը կանգնած է եղել, ուսում, համալսարան, դպրոց, բիզնեսները եւ այլն չի եղել, հասկանում եք դա ինչ է։ Երբեք Իսրայելը նման հարվածների իր պատմության ընթացքում չի ենթարկվել։ Երբեք հզորությունը իր ապացուցեց։ Մեր թշնամիները Թուրքիան եւ Ադրբեջանը սպասում էին, որ Իրանը պետք է ջարդվի, Իրանը պետք է թուլանա եւ իրանք այս ամբողջ տարածաշրջանը իրենց ձեռքը վերցնեն։ Այդ թվում Թրամփի ուղի ծրագրով։ Հիմա գոնե այս պահի դրությամբ Ադրբեջանը նախ չի համարձակվի ներխուժել Հայաստան, գրավել Սյունիքը եւ այլն, որտեղ հասկանում է Իրանը միած խփի եւ իր հրթիռներով այդ բոլոր հարցերը կփակվեն։ Նավթ, Բաքու-Ջեհանը այս անգամ, այսպես ասենք, կոպիտ լեզվով խոսակցական պլստած հարվածից մի կերպ դուրս եկավ տակից, որովհետեւ եթե այս հարվածը լիներ, ես չեմ կարծում թե Բաքու-Ջեհանը չէր ենթարկվի
Իրանի հարձակման, քանի որ Իսրայելի նավթի 50%-ը գնում է այդտեղից, ու ուղիղ գնում է Թուրքիա, Թուրքիան էլ տալիս է լցանավերով տանում են հասցնում են Իսրայել։ Եվ իդեպ հիմա վերջին 3 տարվա մեջ ամենաշատ նավթն է տալիս Ադրբեջանը Թուրքիայի միջոցով։ Թուրքիան որ քննադատում է այսպես Իսրայելի, ձևական բաներ են, սուտ բաներ են։ Նրանք սպասում էին Իրանը որ թուլանա, իրենք էլ կարողանան այդ Թավրիզ, Արդեբիլ այդ հատվածներ մտնեն, այնտեղ գրավեն, այս անեն, ասեն վերամիավորվեց Հարավային Ադրբեջանը, Հյուսիսային Ադրբեջանը։ Սա ուրեմն փակվում է այս հարցը։ Հայաստանի դեմ հարձակում չի կարող այս պահի դրությամբ լինել, քանի դեռ Իրանը այս հզորության մեջ է իր, եւ TRIP ծրագիրը չի կարող լինել։ Իրանի պահանջներից մեկը, որի մասին չխոսեցինք ընթացքում ամենակարևորը, կետերում չկա, բայց կարծում եք դա կլինի։ Տեսեք, պահանջներից մեկը ամերիկյան ռազմաբազաների վերացումն է տարածաշրջանից։ Իսկ TRIP-ը դիտարկում եք որպես ռազմաբազա TRIP-ը։ Իրականում այնտեղ գրված է այդ ծրագրի մեջ, որ պետք է իրավունք ունի այդ ընկերությունը ամերիկյան բերել այնտեղ իր զինված անձնակազմը։ Դա ինչ է նշանակում։ 500 հոգի էլ լինի, դա ռազմաբազա է։ Որտեղ այդ 500 հոգուն ամեն վայրկյան կարող են միանալ 5000-ը։ Դա է ռազմաբազան։ Հիմա որ Ռուսաստանը այստեղ ունի իր ռազմաբազաները, դրանք կարող են զսպել Թուրքիային, չեն կարող զսպել Թուրքիային։ Փոքրաթիվ 4-5 հազար մարդ է այնտեղ։ Բայց քանի որ ռազմաբազան կա, եւ եթե հարձակում է լինում ռազմաբազայի վրա, կարող է ամբողջ Ռուսաստանի հզորությունը դրան միանալ, դա է ռազմաբազայի իմաստը նաեւ։ Այո, ոչ թե հենց այն, որ այդ ռազմաբազան կարողանա զսպել այսօր թուրքական ահռելի երրորդ բանակը։ Այսինքն կարող ենք ասել TRIP-ի այդ գործընթացը կարող է ընդհանրապես իսպառ վերանալ։ Այո, այս պահի քանի դեռ Իրանը կանգնած է իր ոտքերի վրա, TRIP-ի մասին խոսելը ավելորդություն է եւ դրանով էլ մենք շահում ենք, որովհետեւ TRIP նշանակում էր այդ Թրամփի ուղին, նշանակում էր 100 տարով, 99 տարով Հայաստանի տարածքի անեքսիա Միացյալ Նահանգների կողմից եւ դա այդ անեքսիայի ընթացքում էլ այնտեղ իրանք չես իմանում ինչ կսարքեին, թուրքեր կբերեին, հնդիկներ կբերեին, թե ում կբերեին, այնտեղ մենք կմոռանայինք Հայաստանի մասին, այն տարածքը, որ իրանք էին վերահսկելու այդ ճանապարհների եւ ճանապարհների շուրջը եւ ճանապարհների այդ մեծ հատվածում եւ այլն։ Այնտեղ Հայաստանի հոտ չէր գալու, հոտ։ Սա պետք է հասկանան։ Այսինքն այսօրվա մեր իշխանությունները թքած ունեին այնտեղ Հայաստան կմնար, չէր մնա, իրենց իշխանությունն է հետաքրքրում։ Այն ձևական բաները որ գայի Հայաստանի ինքնաշխատությունը պահպանվում է։ Ոնց է պահպանվում, եթե դու միաժամանակ գրել ես որ բացառիկ իրավունքներ եմ տալիս Միացյալ Նահանգներին, այնտեղ կատարելու շինարարություն, ոնց ուզում է, ում ուզում է որ բերում է շինարարությունով զինված ուրեմն մարդիկ կարող են այնտեղ գալ ապահովել անվտանգությունը այդ ամեն ինչի։ Սա փակվում է այս ծրագիրը բարեբախտաբար, բայց տեսնենք թե ինչպես կընթանան հաջորդ ուրեմն դեպքերը, իրադարձությունները։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։